Պարոն Սիմոնյան, հանրային տեսանկյունից դիտարկենք այս ուրիշ թեմա կա։ Դա եմ ասում, մենք տեսեք անվտանգային թեմաներ ունենք, տնտեսական թեմաներ ունենք, չնայած վարչապետն ասում է Սինտեկոսը, այո, լավական, բայց այդպես չի պատկերը։ Հիմա այդ թեմաները թողած, այսինքն իշխանության ամբողջ զբաղմունքը այս հարցն է։ Ինչ կասես, որ իշխանության ամբողջ զբաղմունքը։ Ամեն օր գրավումներ։ Ձեզ թվում է ամեն րոպե 3։ Այո։ Ձեզ թվում է տենց ասենք այդ հարցով կամ այն հարցով իրավ բան չի։ Ով այսօր ինչ ասես քննարկումը, բարև ձեզ։ Ով ասես այսօր ինչ ասես քննարկումը, դաշտը բաց է եւ ազատաբար յուրաքանչյուր մարդ քննարկել ինչ ուզում է։ Այսինքն ավելի առաջնային չպետք է դիտարկել։ Այսինքն դες թվում է տենց մենք բոլոր գործերը դրանից տուժում է եւ դրանից հետո էլ արդեն այնքան հուզված ենք լինում էլ որ օրակարգ բերեք անվտանգային հարցեր։ Մենք անվտանգային հարցեր։ Օրակարգ բերեք դուք արեք դա։ Այսինքն եթե տեսեք, մենք օրակարգ ենք ստեղծում, բայց դուք գալիս եք եւ օրակարգ եք դարձնում այն, որը որ այսօր խոսածվում է։ Ուրեմն երկրում բազմաթիվ բաներ ա փոխվում, օրենքներ ա ընդունվում, 550 օրենք ենք անցյալ տարի ընդունվել։ Քանի անգամ եմ ես եկել ստեղ, դուք ինձ հարց եք տվել օրենքի մասին։ Հələ հիշացրեք։ Հետո ասում եք օրակարգը։ Հիմա ես որպես падգամավոր օրենք ընդունելուց բացի, օրենքի մասին Հիմա ասենք 550 օրենքից բանը կար, էլի այն բանը, որը որ տեն շատ քննարկում է, գալիս եք դրա մասին եք խոսում։ Հիմա հանրությանը սա է բանանում, պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատվում է դրանց շուրջ, շուտով նորություններ կլինեն, շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, որը որ շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, չասեցի լավ, ասում եմ շուտով կլինի նորություն հետաքրքիր, տեղեկություն կլինի, կարծում եմ որոշ ժամանակ անց ենթադրում եմ, որ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, դուք հնարավորություն կունենաք օրակարգային ռեալ հարցերից խոսալ, այլ ոչ թե խոհանոցային, այլ ոչ թե բամբասանքային, եւ օրակարգը ձևավորեք։ Ես 20 րոպե Դուք ավելի լավ եք հիմա ապրում։ Փաշինյանն ասում է հանրության 50% հիմա ավելի լավ է ապրում։ Դրա մասին նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը։ Դրա մասին խոսում են թվերը։ Ակնհայտ է, որ տնտեսական ազատությունները այսօր միանշանակ շատ ավելի մեծ են, մենք դրա մասին խոսացել ենք։ Այսօր բանա միանշանակ է, որ մեր տնտես վարողները չեն վազվզում եւ հավելավճարներ չեն տալի հարկայինների պետերին, կաշառքներ չեն տալիս, ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ, իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում եւ այլն։ Այո, երբ որ տնտեսապես դու ազատ ես, երբ որ տնտեսապես ազատ ես, երբ որ հարկայինը քեզ չի, ես բոլորի հարցին պատասխանել եմ։ Երբ որ դու ազատ ես եւ քո տնտեսական գործունեության մեջ ոչ մեկ փայ չի մտնում, իսկ այսօր ոչ մեկ փայ չի մտնում, չէ՞, թե չէ՞ կետա այսօր ընկել եք 66000 դրամանոց բանը։ Ոնց է մտնում առաջ։ Յուքոմի պատմությունը գիտեք։ Էլի տենց օրինակներ բերեմ, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ իրանց զավակներ հանկարծ դառնում էին օրինակ Յուքոմի պես ընկերության մեծ ամենափայատերը։ Հետո այդ փայը գնալով աջան։ Դա այն գործերից մեկն է։ Լսի, Նարեկ ջան, բայց այսօր մենք արդեն պետք է պայմանավորված լինենք, չէ՞, որ ես քաղաքական գործիչ եմ, դու լրագրող ես, եւ մենք ոչ ես, ոչ դու չեք զբաղվում իրավապահների գործով։ Այո, իրավապահների շատ խոստում ունենք։ Լսեք, քաղաքական խոստում ունենք, գնանք քաղաքական մեր շահառուին կներկայացնենք, ասենք մինչև 26 թվականը չկատարած խոստումների հետ կապված։ Նարեկ ջան, բայց հատիկ առ հատիկը գիտես ինչ, լսել ես հատիկ առ հատիկ։ Ինչ է դա։ Մի ավտոտնակ, մի բան, մեքենա $5,000։ Վերջացրեցիք, մի հատ հեռախոսս տուր։ 5000 դրամ, ինչ ասեցիր։ Չեք լսել։ Միջև գտնեք մի բան Հայաստանի Հանրապետության դատախազության 2018-ից 2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամ։ Դա 539 միլիոն 219 հազար ԱՄՆ դոլար է։ 2018 թվական Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել 39 միլիարդ 571 միլիոն 145 հազար դրամ։
Սենց շարունակեմ մինչև 2024-ը կարդամ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը վերադարձվեց շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամ իդեպ այս թվերի մեջ դեռ չկան Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջվող 200 միլիոն դոլարը որի մասին դեռ տեղեկություն կա հələ չգիտենք էլ ինչքան բան է բացահայտվել ես վստահ եմ էլի բացաբաց այո 7 միլիարդով ավելացել է ոնց է ստացվում բա այդ որ գալիս եք ասում եք բան արեք ահա աշխատավարձները բարձրացնում ենք որ ասում ենք գնացեք զենք առեք գնացում ենք լսեք ամեն ինչի ֆոնդին զենք ենք գնել պաշտպանողական վա լավ էլի որտե՞ով է պատավատ գնել դա ազգային ժողովին հատկած տալու ես այդ հարցը լինելու է ազգային ժողովի ֆոնդից գնված մեքենա եւ դա նորմալ է ես հասկանում եմ որ որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենա եւ ես մտածում եմ որ պետք է այնուամենայնիվ իմ մեքենան փոխեմ եւ զրահապատել տամ ուղղակի գումարի չլինելու օրինակ վերջերս մի հատ սրիկա դաշնակցական ում եթերում էր սպասեք հիշեմ ում էր խոսում հա ում եթերում էր 168 չգիտեմ Դավիթ է կարծեմ լրագրողի անունը մի հատ սրիկա ոչնչություն որը որ իրան իրավունք է վերապայել հոկտեմբերի 27-ի մասին ասել որ դա ընդվզում էր եւ դրանից հետո լինելու պորտկում էր ընդվզում էր եւ հետո ասում է որ նման բան է տեղի ունենալու եւ դա ուրախություն է առաջացնելու ես հասկանում եմ որ այսօր այն մարդիկ ովքեր որ խոսում են անվտանգության մասին զրահապատ մեքենայի մասին ուզում են որ Հայաստանի Հանրապետությունում սպանություններ տեղի ունենան քաղաքական Հայաստանի Հանրապետության քաղաքական սպանությունների էջը 2018 թվականի ցեսկում փակած է իսկ այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու թող ինքը իմանա Պարոն Սիմոնյան վարչապետը դաշնակցականներն են վտանգավոր չգիտեմ իսկ դուք վտանգավոր եք չգիտեմ եթե կանգնած իսկ դες ծոմա տենց ստուգում ասում են դուք դաշնակցական եք Ինչ հարց եք տալիս ում հասկանամ։ Այդ ինչ քաղաքական եւ լրատվական իմաստուններ եք հասկանա։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են եւ մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել եւ արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմերչյանի, Բախշյանի եւ մնացածի սպանությունները, իրանք սրիկա են եւ իրանցից պետքա զգուշ մնալ ու դա ինձ թվում է տրամաբանական։ Պարոն Սիմոնյան Վարչապետը մի այլ գրառում է լրարել եկեղեցու այդ Դիմեք խոսնակին խնդրում եմ դրա հետ կապված արդեն 40 րոպե խոսում Ուրիշ բան եմ հարցնում այդտեղ դուք էլ ինձ թվում ասելիք ունենաք ասում է որ գաղափարի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետությունը պետք է իր վճռորոշ դերը եւ ձայնը ունենա Ուրեմն ես եկեք sense մեկնաբանեմ նախ եւ առաջ վարչապետի բոլոր հայտարարությունների հետ ես լիակատար կիսում եմ իր բոլոր հայտարարությունները։ Երկրորդը մեթոդով պետք է ունենա։ Օրենսդրականի ենթադրում եմ, դրա մասին չենք խոսացել եւ դրա մասին չենք քննարկել։ Բայց հնարավոր է առաջիկայում նման հետ է կամամից թե խոսը ոչի Ղարաբաղի։ Պարոն Սիմոնյան, առաջիկայում հնարավոր է այդպիսի փոփոխություն լինի։ Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց ես չեմ բացառում, որ սահմանության մեջ եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձևա ներկայացված լինելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը խղճի ազատություն դավանող երկիր է եւ կարծում եմ, որ եթե ինչ որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն, առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Թափանցիկ, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Չեմ բացառում։ Պարոն Սիմոնյան, դուք վարչապետի խոսույթի հետ եք համաձայն, թե գրվածի բովանդակության։ Դուք ասեցիք համաձայն են վարչապետի եկեղեցու հետ կապված հայտարարությունները։ Ուրեմն ես վարչապետի 2018 թվականի առաջի օրվանից սկսած եւ միջև այդ լինելով իր ընկերը, իր գործընկերը, իր թիմակիցը, միջև օրս բոլոր գրառումների, բոլոր ստորակետների հետ համաձայն եմ եւ կիսում եմ այդ բոլոր գրառումների եւ ստորակետների պատասխանատվությունը։ Եվ երբևիցե դրանից չեմ ցանկություն հայտնել կամ չեմ ցանկանալու խուսափել։ Ասեցին, որ ասեցիք լավ բան արնելու չան։ Հոգեբաններ բարբերաբար խոսում են իմպիչմենտի գործընթացի մասին։ Էդգար Ղազարյանն էլ առաջադրում էր Գարեգին Բ-ի տեխնացությունը առաջադրում են։ Դուք նման սցենարը հավանական տեսնում եք, որ որևէ եկեղեցական կարող է ներկայացված լինել, օրինակ 2026 թվականի ընտրություններին։ Եկեղեցին կարող է իր դեմքով ներկայացնել։ Ես չգիտեմ, հիմա տեսեք, լրատվականների ներկայացուցիչները հարց են տալիս, արդյոք Եվ տենց հարց ես էլ եմ լսել, արդյոք վարկանիշի հետ կապված քաղաքական ուժը անհանգստությունն է։ Եկեղեցին այլևս քաղաքական կուսակցության դեր է իր վրա վերցրել եւ ես չեմ բացառում, որ
կաթողիկոսը կարող է մի օր ինչի Բագրատ Սրբազանը կարա վարչապետի տեխնացու լինի, Կանադայի տեխնացու, Կանադայի քաղաքացի լինելով ինքը չի կարա, ինչ եք բան դնում այդ երկու մարդկանց մեջ։ Կաթողիկոսն էլ իրավունքներ ունի եւ կարող է որպես վարչապետի տեխնացու ներկայանալ մի քիչ բան, բայց եկեղեցու դեմ էս արշավում։ Հանեք Փաշինյանը ունի 2026 թվականին։ Ես չեմ պատասխանում, տեսեք, դուք հարցը տալու մեջ ի սկզբանե սխալ իրողություն եք դնում։ Դուք հանրությունը չեք ներկայացնում։ Դուք ներկայացնում եք ներողություն։ Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության, 682,000 մի քիչ ավել ընտրողների։ Դուք չեք կարող հանրության անունից խոսեք։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում, լինելով ամենաշատ ձայն հավաքած մարդկանցից մեկը, հանրության անունից խոսեմ։ Դուք կարող եք ներկայացնել, չգիտեմ, ձեր էջի, այս հերոստալիքի, Facebook-յան տակի, չգիտեմ, Քոչարանամերձ, ֆեյքերի եւ այն մարդկանց, ովքեր որ ինչ որ հույսեր ունեն, բան, իրանց մասին կարող նշանակում է այդ հետևորդները իրանց, ես էլ եմ հետևում, բայց չի նշանակում, որ ես արդարացնում եմ կամ իրանց հետ համաձայն եմ։ Դուք էլ եք իմ էջին երևի հետևում, բայց իմ բոլոր արտահայտությունները չի որ համաձայն եք, ճիշտ է։ Հետևում եք իմ էջին, բայց համաձայն չեք, չէ՞, իմ հետ շատ բաների հետ։